Էրդողանի քարոզները մի տարածեք Նաիրի Հոխիկյան։ Լրագրող Նաիրի Հոխիկյանն ասում է, քարոզչության մեջ մի հնարք կա, երբ ցանկալին ներկայացնում են որպես իրականություն, փաստ, այդ կերպ մարդկանց ենթագիտակցորեն ուղղորդելով անել այն, ինչ իրենց է ձեռնտու։ Այդպես է անում Նիկոլ Փաշինյանը, երբ անընդհատ տարածում է լուրեր, թե 2026-ի ընտրություններից հետո նախարար է նշանակելու այս կամ այն անձին։ Այդ տեղեկություններն էլ տարածում են նույնիսկ ընդդիմադիր լրատվամիջոցները, հաշվի չառնելով, որ իրենք էլ են դառնում գործիք Նիկոլի քարոզչության համար։ Նման դեպքերում պետք է հարց տալ, բայց Նիկոլ Փաշինյանը կվերընտրվի, որ այդքան վստահ ասում է նախարարների նշանակելու մասին։ Պետք է ասել, եթե վերընտրվի, ապա նախարար կնշանակի այս մարդուն, ինչպես որ եթե հաղթի ընդդիմությունը, ապա նախարար կնշանակի այնինչ մարդուն։ Նույն կերպ օրերս Թուրքիայի իշխանությունը տարածում էր, թե Էրդողանը որոշել է ամենայն հայոց կաթողիկոս նշանակել իրեն ենթակա հոգևորականի հիմք քննարկում են, թե ով կլինի նա։ Եվ այդ հիմարությունը կրկին տարածում են հայկական ԶԼՄ-ները, առանց հաշվի առնելու, որ ամենայն հայոց կաթողիկոսը գարեգին բն է, եւ նա ամուր է իր աթոռին, չի հեռանալու, ունի հայ ազգի աջակցություն։ Հետևաբար Էրդողանի քարոզները մի տարածեք։